Ամեն դեպքում քրեական գործը դատարանում է, սա երկրորդ դատական նիստն է ու փաստացի ամենակարևոր հարցը մնաց օդից կախված։ Ուր են պատվիրատուները, որին նախաքննական մարմինը այդպես էլ չտվեց գնահատական եւ առաստ քրեական վարույթ անգամ պատվիրատուների մասով չի, որ անջատվել է եւ գործը քննվում է։ Կբացահայտվի արդյոք կամ արդյոք այդ համարձակությունը չունեցավ նախաքննական մարմինը գնալ պատվիրատուների հետևից։ Նախ հենց դա պիտի պարզենք, թե արդյոք նախաքննությունը բոլոր վարկածներն է հաշվի առել եւ բոլոր վարկածների հետևից է գնացել։ Իհարկե դուք նաեւ նշում եք, որ այդպես չէ, բայց մեր մասնակցությունը հենց դա պիտի ապահովի նաեւ, որ բոլոր վարկածների հետևից գնան։ Նրանք պիտի հիշեն, որ այս հարցը հանրային հնչեղության հարց է եւ ոչ ոք սա չի մոռանալու, մինչեւ ամբողջովին բացահայտվել, ամբողջական բացահայտումը։ Եվ այդ առումով իհարկե ես չեմ ուզի այստեղ այս վիճակում այստեղ գտնվելով անել հայտարարություններ, որոնք կարող է խաթարեն նախաքննությունը, բայց ինձ համար գոնե ակնհայտ է, որ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք իրենք պիտի տային, անգամ չեն էլ բարձրացրել։ Այդ հարցերը չեն բարձրացվել։ Եվ հետեւաբար մենք հետևողականորեն մասնակցելու ենք նիստերի, հետևելու ենք, որ ամբողջական բոլոր սցենարները, բոլոր վարկածները քննվեն եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Ես ուզում եմ պարզ լինի իրավապահ համակարգին եւ մարդկանց, ովքեր ներգրաված են։ Վաղը չի մյուս օրն այս իշխանությունը փոխվելու է։ Ձեր գործը կատարեք, պատշաճ, որակով, արհեստավարժ, պրոֆեսիոնալ։ Վաղը չասեք, դե մեզ ասել էին։ Հետեւաբար ես համոզված եմ, որ իրենք սա լավ են հասկանում, որ այս գործի հետևից մինչև վերջ գնալու ենք։ Այնպես որ լավ կլինի իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարեն։